Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ կաթսան, մարտկոցը և խողովակները միասին ձեռք բերելու համար։ Շատ լավ, Արագածոտնի մարզում աշտարակի թիվ 5 Արաքս Մուրադյանի անվար մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդային գումարը և բակի բարեկարգման գումարը։ Այստեղ էլ մենք մեր այցերի ընթացքում լինում է, որ տեսնում ենք մանկապարտեզը արված է, բայց բակը չի արված, որովհետև սուբվենցիոն ծրագիրը համայնքը կիսատ է ներկայացրել ու շատ կարևոր է, որ մենք ես տեղում հանձնարարել եմ, որ բոլոր այդ տեղերում, երբ որ մենք ունենք բան, տենց այս տարբերակը, ընդհանրապես կիսատությունը մեր մոտ շատ ընդունված բան է։ Հիշում եք ժամանակին ինչքան ենք խոսել ճանապարհների գծանշման մասին, մինչև եկանք տեղ հասանք, այնուամենայնիվ տևեց։ Ճանապարհ նշանակում է, որ ինքը ունի գծանշում եւ այլն եւ այլն։ Մանկապարտեզ նշանակում է, որ ինքը ունի բակ։ Եվ այդպես շարունակ։ Հիմա որտեղ այս նման կիսատություններ նկատել ենք, մենք այդ կիսատությունները կլրացնենք։ Աշտարակ բնակավայրի թիվ 1 մանուշակ մանկապարտեզ հատկացվում է մնացորդային գումարը և բակի բարեկարգման գումարը, ապարանի թիվ 1 մանկապարտեզ հատկացվում է մնացորդային և բակի բարեկարգման գումարը, Քուչակի մանկապարտեզ էլի մնացորդային և բակի բարեկարգման գումարը, Հարթավանի մանկապարտեզ մնացորդային և բակի բարեկարգման գումարը, Ներքին Սասնաշենի մանկապարտեզ հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Արարատի մարզում Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն հատկացվում է մնացորդային և բակի բարեկարգման գումարը, Փոքր Վեդու Զարթոնք նախադպրոցական ուսումնական հաստատություն հատկացվում է մնացորդ և բակի բարեկարգման գումարը, Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 5 Մսուր մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդային, իսկ բակերի բարեկարգման աշխատանքները իրականացվելու են համայնքապետարանի կողմից, Արտաշատ համայնքի Դալար գյուղի մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդային գումարը, բակի բարեկարգման աշխատանքը պետք է իրականացվի համայնքի կողմից, Արտաշատի թիվ 4 Մսուր մանկապարտեզ մնացորդային գումար, կրկին բակի հատվածը կիրականացվի համայնքի կողմից, Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Մասիս համայնքի Սիզ գյուղի Անուշիկ Մսուր մանկապարտեզ հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Արմավիրի մարզում Այգեկի մանկապարտեզ հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Գեղարքունիքի մարզում Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ մնացորդային գումարը, բակը պետք է բարեկարգվի համայնքի կողմից, այսինքն մենք այստեղ նախագիծ ամբողջական ենք կազմում եւ արդեն աշխատանքի բաժանում ենք անում, նայած որտեղ ոնց։ Ձորագյուղի մանկապարտեզ մնացորդի գումարը, բակը կիրականացվի համայնքի կողմից, Սևանի Հեքիաթ մանկապարտեզ մնացորդային գումարն են հատկացնում, իսկ բակը կբարեկարգվի համայնքի ֆինանսավորմամբ, Ծովագյուղի մանկապարտեզ մնացորդային գումար, բակը կբարեկարգվի համայնքի կողմից, Կարմիր գյուղի մանկապարտեզ էլի նույն կերպ, Զովաբերի մանկապարտեզ հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Գավառի թիվ 7 մանկապարտեզ հիմնական աշխատանքները ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքի գումար, Ճամբարակ քաղաքի թիվ 3 Մսուր մանկապարտեզ հիմնական աշխատանքները ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքի գումար, Լոռու մարզում Շիրակամուտի Արևիկ մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդային և բակի բարեկարգման գումարը, Վանաձորի թիվ 32 մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի մնացորդի և բակի բարեկարգման գումարը, Ալավերդի Արևներ Մսուր մանկապարտեզ էլի բակի բարեկարգման և մնացորդային գումարը, Վանաձորի թիվ 40 մանկապարտեզ բակի բարեկարգման և մնացորդային գումարը, Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ հիմնական աշխատանքները ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքների գումարը, Կոտայքի մարզում Մրգաշենի մանկապարտեզ հատկացվում է մնացորդի և բակի բարեկարգման գումարը, Հրազդանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն հատկացվում է մնացորդային և բակի բարեկարգման գումարը, Գառնի մանկապարտեզ հատկացվում է պայմանագրի և բակի բարեկարգման գումարը,
Շիրակի մարզում Լապտերիկ մսուր մանկապարտեզ, հատկացվում է Մնացորդի եւ Բակի բարեկարգման գումարը, Սառնախպյուրի մանկապարտեզ նույն կերպ, Արևակի մանկապարտեզ նույն կերպ, Գորիսի թիվ 5 մանկապարտեզ Սյունիքի մարզը արդեն հիմնական աշխատանքներն ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքի գումարը, Սիսիանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն, հատկացվում է պայմանագրի Մնացորդի եւ Բակի բարեկարգման գումարը, Լեռնաձորի մանկապարտեզ, հատկացվում է Բակի բարեկարգման գումարը, Անգեղակոթի մանկապարտեզ, հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Շաղատի մանկապարտեզ, հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Ներքին Խնձորեսկի մանկապարտեզ, կրկին հատկացվում է շինարարության մեկնարկի գումարը, Վայոց ձոր Աղավնաձորի մանկապարտեզ, հատկացվում է պայմանագրի Մնացորդը եւ Բակի բարեկարգման գումարը, Վայքի թիվ 1 մանկապարտեզ, հատկացվում է պայմանագրի Մնացորդը եւ Բակի բարեկարգման գումարը, Վայքի թիվ 3 մանկապարտեզ, հատկացվում է պայմանագրի Մնացորդը եւ Բակի բարեկարգման գումարը, Տավուշի մարզում Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ, հատկացվում է Մնացորդային եւ Բակի բարեկարգման գումարը, Հաղարծինի մանկապարտեզ նույն կերպ, Կոթի մսուր մանկապարտեզ նույն կերպ, Սարիգյուղի մանկապարտեզ նույն կերպ, Բերթավանի մսուր մանկապարտեզ նույն կերպ, Գյուղ Տավուշի մանկապարտեզ հիմնական աշխատանքներն ավարտված են, հատկացվում է լրացուցիչ աշխատանքների գումար, Վերին Կարմիր աղբյուր նույն կերպ, Պարավաքարի մանկապարտեզ նույն կերպ, Չորաթանի մանկապարտեզ նույն կերպ, Չինչինի մանկապարտեզ նույն կերպ, Չինարի մանկապարտեզ նույն կերպ, Նավուրի մանկապարտեզ նույն կերպ, Ներքին Կարմիր աղբյուրի մանկապարտեզ նույն կերպ, Մովսեսի մանկապարտեզ նույն կերպ, Վերին Ծաղկավանի մանկապարտեզ նույն կերպ, Բերդ քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզ նույն կերպ, Բերդ քաղաքի թիվ 2 մսուր մանկապարտեզ նույն կերպ, Այգեծորի մանկապարտեզ նույն կերպ, Այգեծորի մանկապարտեզի նա առաջին մասնաշենքներ եւ նաեւ երկրորդ մասնաշենքը նույն կերպ։ Սրանք էլ մեր մանկապարտեզների ծրագրերն են եւ մենք ունենք սուբվենցիաների ֆինանսավորում Արարատի մարզում Մասիս համայնքի Ազատաշեն, Արբաթ, Դարակերտ, Զորակ, Նորաբաց բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում աշխատանքները ավարտված են, կառուցվել է 6.4 կիլոմետր երկարության ոռոգման համակարգ, 480 տնային տնտեսության եւ 250 հեկտար հողատարածքի ոռոգման համար։ Արմավիրի մարզում Բաղարշապատ համայնքի Մրգաստան բնակավայրի ոռոգման ջրագծերի կառուցում կատարված է, աշխատանքների 85%-ը, նախատեսվում է 3.5 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ 109 տնային տնտեսության եւ 80 հեկտար հողատարածքի համար։ Բաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրի Աշտարակեցի, Նժդեհ, Կանայան, Ռաֆի, Մամիկոնյան փողոցների ասֆալտապատում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, նախագծում ներառված է 3.4 կիլոմետր ճանապարհ փողոց։ Արաքս համայնքի ապագա բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում կատարված է աշխատանքների 90%-ը 1.2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։ Արաքս համայնքի Արտիմեդ բնակավայրի առաջին եւ երկրորդ փողոցների ապագա բնակավայրի 19-րդ եւ 20-րդ փողոցների գազաֆիկացում ավարտված են աշխատանքները 1.4 կիլոմետր երկարությամբ գազատար է կառուցվել նախատեսված 40 տնային տնտեսությունների համար։ Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի մշակույթի տան վերանորոգում աշխատանքները ավարտված են, վերանորոգվել է 312 քառակուսի մետր տարածք, Արմավիր համայնքի Հացիկ բնակավայրում մանկապարտեզի նոր շենքի կառուցում իրականացված է աշխատանքների 35%-ը։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանից բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, ինչպես նաև գույքի ձեռքբերում կատարված է աշխատանքների 95%-ը, նախատեսված է 90 սանի համար։ Մարտունի համայնքի Մարտունի, Զոլակար, Գեխովիտ, Լիճք, Ծակքար, Վերին Գետաշեն, Վաղաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտապատում 7.8 կիլոմետր
ճանապարհի մասին է խոսքը, կատարված է աշխատանքների 90%-ը։ Լոռու մարզում Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի ավտոկայանատեղի կառուցման երկրորդ փուլ ավարտված են աշխատանքները, կառուցվել է 11 ավտոտնակ, պահեստ, վարչական կետ եւ այլն։ Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի քաղաքային զբոսայգու վերանորոգման երկրորդ փուլ ավարտական փուլում են աշխատանքները, խոսքը 35600 քառակուսի մետր տարածքի մասին է։ Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Խնկոյան եւ Տեր-Սիմոնյան փողոցների ասֆալտապատում, որը ավարտված է 1.3 կիլոմետր փողոցների մասին է խոսքը, Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Առափնյա թաղամասի եւ Տեր-Սիմոնյան նրբանցքի Շիրակամուտ բնակավայրի Գերեզմանատուն տանող ճանապարհի Ծաղկաբեր բնակավայրի առաջին փողոցի 3-րդ նրբանցք եւ 3-րդ փողոցի Սալարկում Տուֆքարով, Մեծ Պարնի բնակավայրի 3-րդ, 13-րդ եւ կենտրոնական փողոցների Արևաշող բնակավայրի առաջին փողոցի 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 13-րդ նրբանցքների Սալարկում Տուֆքարով եւ ջրահեռացման համակարգով կատարված է աշխատանքների 80% ընդհանուր առմամբ 4.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների մասին է խոսքը։ Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Ծիծեռնակ մսուր մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներ, որոնք ավարտված են 350 սանի համար է նախատեսված, Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի 8-րդ միկրոշրջանի առաջին թաղամասի Գետարկել բնակավայրի 2-րդ փողոցի եւ Կամարից բնակավայրի 6-րդ, 9-րդ փողոցի առաջին եւ երկրորդ նրբանցքների գազաֆիկացման աշխատանքներ, որոնց 80%-ը ավարտված է, նախատեսված է 150 տնային տնտեսությունների համար, եւ Վայոց ձորի մարզում Եղեգնաձոր համայնքի Գետապ, Գլաձոր եւ Վերնաշեն բնակավայրերի ոռոգման ցանցի վերակառուցում կատարված է աշխատանքների 80%-ը, նախատեսված է 63 հեկտար հողատարածքի համար, Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրերի թիվ 2 եւ թիվ 5 մանկապարտեզների բակերի բարեկարգում կատարված է աշխատանքների 90%-ը, մանկապարտեզները նախատեսված են 240 սանի համար։ Սրանք էին այն ծրագրերը, որ ֆինանսավորեցինք, հարգելի գործընկերներ, իսկ հիմա պետք է քվեարկենք հարց համար 42-ը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումը ընդունված է։